Արդեն մայրացած ու տարին 365 օր գեղեցկության հետ ապրող կանանց այլ բան չի մնում, քան նվիրվել իրենց երեխաներին։ Ու կարծես թե վերջ, բայց այստեղ շատ կանանց մոտ միջակետ է դրվում։ Այս տեսանյութի հիմքում ընկած է մի երկար շղթա, իսկ հիմա նայեք այնտեղ։ Տիկիններ Սուսաննան, Սվետան, Շուշանը, Հասմիկն ու նաև Մարին ամեն օր ժամը 7-ին արդեն խորհում են Հայաստանում կատարվող անցուդարձի մասին։ Խորհում են քայլելով, իսկ քայլում են օրական 3 կիլոմետր։ Շատ են ջղայնացնում։ Չես տեսնի չոպ եմ դարել։ Հումոր ենք անում, ուրախանում ենք։ Պոեզիայի ցերեգույթ ենք կազմակերպում իմիջիայլոց, գրքերի քննարկում ենք անում, վերլուծում ենք։ Առավոտյան այդ սիրապեկ, սևական գուր։ Կանացի կոկետությունը չեն մոռանում, Լուսադեմ այգում սկսվում է մեծ ծիծաղ, ուրախություն, այստեղ գիտեն, տատիկների սպորտի ժամն է։ Առավոտյան կարելի ասել մեծահասակներն են քայլում, վազում, լիցքային վարություններ անում, հետո գալիս են մայրիկներ իրենց փոքրիկների հետ, սայլակներով, հետո սիրահարները։ Ամեն մեկը իր ժամը ունի։ Անձրևն ու ձյունը նրանց չի խանգարում։ Անձրևային եղանակին օրինակ դուրս չեմ գալիս։ Փաստորեն չափազանցրել էի։ Հովանոցը ձեռքից դուրս եմ գալիս, արագ քայլում, գնում տուն։ Չէ, այնքան էլ չէի սխալվել, ու տարվա բոլոր եղանակներին նրանք յուրօրինակ են։ Սվետան շատ կատակասեր հումորով կինա։ Վշտից գրացա, բուրեն ես բարդիներ ինչ եմ մանգալ։ Եթե հանկարծ ինքը չգա, մի քիչ տխուր է անցնում։ Շուշանը ավելի խորաթափանց բնավորություն ունի։ Մարին ավելի համեստ է։ Մարի արի նստի։ Դիտես Մարի։ Սուսաննան շատ է սիրում ավելի ներկայացնել, իր այսօր ես պիտի անեմ, արդեն արել եմ երեխաներիս, աղջկաս, թոռներիս։ Առաջ մի փոքրիկ բանից կարող էր կես 4-ն էլ իրանց ամուսինների հիշատակը բառ են պատմում։ Մեկը ինչ որ փեսացու է ուզում։ Օժիտը պատրաստ է։ Ամեն ինչ 12 պերսոնով, եթե ինչ էլ պակասել իրանք կլրացնի։ Իդի ես եմ։ Կատակ ենք անում։ Ու հիմա արդեն հարց է, առողջ են, որովհետև քայլում են, թե նոր ընկերությունն է առողջացնում, մտերմության չափի մասին էլ համահունչ են խոսում։ Մեկս մեկիս ցավով կիսվում ենք, մեկս մեկիս հույս ենք տալիս, շատ հաճույք ենք ստանում իրարից, բավականություն, մտերիմ ենք շատ իրար հետ, կարող ենք ամեն թեմա իրար հետ քննարկել։ Չեմ կարծում, որ այս տարիքում մեր այս ընկերությունը կարելի է ինչ-որ մի ուրիշ բանի հետ փոխել։ Մեկը որ հանկարծ մի օր չի գալի, անմիջապես զանգում ենք, ի՞նչ է պատահել, ինչու չես եկել։ Որոշել ենք այտենց մինչ մեր կյանքի վերջ միասին լինենք։ Իսկ երբ գիտեն, մենք իրենց չենք լսում, սկսվում է նոր թեմայի քննարկումը։ Հա, ուրիշ էլ ինչ հարցրես, ջանիկ։ Հեչ։ Հարցնողը ես էի, ապրողն ու ընկերություն անողը նրանք։ Հրաշալի հնգյակից հետո մեզ վիճակվեց հանդիպել հրաշալի միակին։ Արդեն 15 տարի իր առողջությունն անվաչ մուշկներով վաստակում է տիկին Ելենան։ 23 տարի բուլգարաց եմ եղել, 40 տարի հայ եմ։ Հայ ազգանունով բուլղարուհին մեջքի հետևում ունի 3 երեխա և 2 վիրահատություն։ Եթե ես տենց տողեի, երևի միջև 50 տարեկան արդեն կալյասկի մեջ կլնեի։ Ես այնքան վախեցա այդ հիվանդությունից, որ ասեցի չէ մի բան պետք է անեմ, որ ոտքերս պահպանեմ։ 40 տարեկան ես սկսեցի կամաց տենց քշել, ու միջև հիմա ամեն օր քշում։ Ամեն օր ամուսնու հետ վազում, քայլում, միասին խորհում ու չմշկում է այստեղ, հետո հոգնելուն պես նստում իր մշտական տեղը։ Եղավ։ Նրան շատ մոտ հարևանությամբ, միայն թե առանց ամուսնու, արդեն 10 տարի իրեն մարզական լավ վիճակում է պահում տիկին Սուսաննան, անձնագրով Շուշան, տարիքը Աշնանը կլինեմ 69 տարեկան։ Տարիքն իմիջիայլոց է ասում, իսկ այ մարզավիճակի մասին ժպիտը դեմքին է խոսում։ Ամեն առավոտ ես գալիս եմ պարապում եմ։ Ամեն առավոտ, ժամը 6-ին, ժամը 7-ին, ամառ ժամանակ 5:30 եմ գալիս, որտեվ գիտեմ, որ դա պետք է։ Սիրտս որ առողջանա, ով է պահող ինձ, ոչ ոք, ես ինքս ինձ։ 2 անգամ մեծահասակների վազքարշավում առաջին տեղն է գրավել։
10 տարի արդեն ես գալիս եմ, պաստայանի գալիս եմ։ Ընդհանրապես շատ բան եմ էլի, դեպուկ եմ, պետք է որ ասեցի, պետք է գամ, այդտեղ չէ։ Ամուսնուն ու որդուն կորցնելուց հետո հավերժ լավատես ու չընկճվող կինն իրեն տվեց Վազքին։ Ախր պարապել պետք է, ո՞նց կարելի է որ չպարապես, ո՞նց կարելի է դու չմարզվես, չքայլես, չզբաղվես, եթե չզբաղվես, սիրտը չի աշխատի, մկաներդ կթուլանա։ Նախկին հեծանվորդն այսօր վախենում է հեծանվին մոտենալ։ Վախենում եմ, քանի տարի չեմ զբաղվում, չեմ վերցրել ձեռքս, ոնց կլինի, բայց հիմա որ քշեմ, գնեմ Ազիզ ջան, պետք է մարզվես, պարապես։ Մեր անակնկալը մի փոքր վախեցրեց տիկին Սուսաննային, դե մի փոքր շատ։ Էն էլ ոնց եմ վախում։ Բայց նախկին հեծանվորդը չէր կարող մի քիչ արագություն չհավաքել, թեկուզ անձնակազմի օգնությամբ։ Մեկ այլ խճուղում մի քիչ ավելի խենթ մարզաձևին մոտ հանդիպեցինք տիկին Գեյմային։ Նրա ու մոտոցիկլի հետ կապերը մանկուցյուսվեցին։ Իմ հայրը Համասիկ Աբրահամյան եղել է ինքը առաջի մոտոցիկլ ունեցողը Հայաստանում ու Երևանում։ Հիշում եմ փոքր երեխաներ էինք, ինքը մեզ նստացնում էր խառլե էր կոչվում իր մոտոցիկլետը։ Այդա հիշում եմ։ Քաղաքում միակն էր, որ դպրոցական ու բանտիկներով Մոսկվիչ էր վարում, քաղաքի միակ ոստիկանին էլ դիվադադարանում։ Ոստիկան էր, պապայիս էլ ճանաչում էր, գալի ասում էր, Համաս ջան, ասում էր, այս քո ավտոնա աղջիկ էր քշում, ասում է աչքի տա երևում։ Ինչ աղջիկ, ասում է բանտիկներով։ Նախկինում դիմացն էր նստում, հիմա հետևում, երբ փորձեց միայնակ վարել, ընկավ մոտոցիկլից։ Բայց դա չխանգարեց սպորտային մոտոցիկլով մի քանի շրջան անել դեպի նախկին հիշողությունների գիրք։ Երիտասարդ մոտոցիկլավարի կողքին իրեն ապահով զգացող տիկին Գեյման մեկն է այն կենսախինդ կանանցից, ովքեր կարող են իրենց կյանքի պահեստային երազանքը հիշել։ Այն կան երազանք կա։ Թող մարդիկ գան, զբաղվեն, մենակ չկոտրվեն իմանք։ Իմ տորնիկները հերո են ապրում։ Իմ երազանքը որ մոտիկ լինեն։ Արազներիդ համար դու չես ասելու ախ չարազներիդ համար պիտի ասես ափսոս, հազար ափսոս։ Հիմա արդեն երազանքները դարձել են իրական ցանկություններ, լինել առողջ ու երջանիկ, լինել առողջ կամ լինել, որ վայել են այն, ինչ այս տարիքում նոր են ձեռք բերել։ Շնորհավոր ձեր տոնը, սիրելի կանայք։ Վերջ։